Բարի երեկո սիրելիներս, այսօր մեր հանգստյան վերջին օրն է, դուրս ենք եկել մի լավ քայլենք, վերջին անգամ այսպես պտտվենք, շրջենք ամենտեղ, որտեղ մեզ պետք է։ Հիմա նորից եկել ենք շուկաներից մեկը, անունը չեմ հիշում, բան ունենք առնելու, այս սուրճի բաժակներից են վերցրել ինձ էլ։ Հիմա այս խանութում այսպես ցույց տամ ինչ կա չկա, նայում ենք կալյան։ Հիմա այստեղ կնայենք, եթե չէ, ուրիշ տեղ նայել ենք արդեն, այնտեղից կվերցնենք։ Ինչ ամուսինս ընտրում է, ես էլ ձեզ ցույց տամ գեղեցկությունները։ Տեսեք, վայելեք։ Սրճեփները ինչ գեղեցիկ են, ուղղակի իրանք շատ թեթև են, ինձ թվում է այդքան էլ որակյալ չի լինի, եթե մի փոքր ծանր լիներ, միգուցե եւ գնեի։ Իրանց այդ գազի բալոնով կարող ես առնել եւ ցանկացած տեղ սուրճ պատրաստել։ Իհարկե ամեն ինչ շատ գեղեցիկ է, ցանկություն կա այս ամբողջը այսպես հետը տանել, բայց ցավոք սրտի այդքան տեղ չունենք։ Չնայած որ ահագին շատ բաներ են առել, որը մեր ճամպրուկից էլ շատ է, պետք է հիմա նոր ճամպրուկ գնենք, որպեսզի տեղավորենք մեր գնացները։ Այս ամբողջը իդեպ բնական քարերից է պատրաստած։ Շատ գեղեցիկ ու հետաքրքիր բաներ կա, որ կարելի է նվեր գնել։ Не это кальян. Если это кальян, это. Вот, открываешь. Калинус это. Это, калинус это. Я не люблю так говорить калинус, не калинус. Я не говорю, вот это. Вот. А здесь еще это. Это говорили, что это самый настоящий. что Мама такая. настоящий. Слава Богу, Россия покупает дороже, чем тебя. Вот это внизу тоже, который кругленький. Что, такой? Вот такой. Перера. Да? Такой положите. А с фисташки любят такой, посмотри. Да. А теперь разный, каждый два и поставили. Дубай шоколад по $1 такая маленькая, если люблю. А большая настоящая есть. Большая настоящая, это. маленькая. Маленький это супермаркет, сахар. А тут как калорийներից։ А? Как калорийներից։ С манго. Одно убили? Да. А ты надо коробка один или две? Четыре. Один все. Наша школа любит последний, да, такой любит, били такой. с Да, фисташкой. пусть. Да. Да. Все, Больше, с коробка много. Все, хорошо. Հյուրանոցից արդեն շարժվեցինք, ճիշտ է մեր թռիչքը ուշացրել են 5 ժամով, բայց ավելի լավ, քանի որ պետք է առավոտ շուտ ժամը 4-ին գնայինք առավոտյան օդանավակայան, հիմա ժամի 9-ին ենք գնում, համարյա 10-ին լինում, ավելի լավ է, որ առավոտ շուտ չենք գնում։ Հիմա պետք է այսպես շրջենք հյուրանոցներով, վերցնենք մնացած մարդկանց, ովքեր որ մեր հետ պետք է նստեն օդանավ եւ տեղափոխվենք, տեղաշարժվենք դեպի օդանավակայան։ Արդեն օդանավակայանում ենք, եւս 3 ժամ հետաձգել են, հիմա նստած սպասում ենք։ Էլ հետ չենք գնալու, քանի որ 3 ժամ է, երկար չենք գնալու։ Ու այդպես սպասենք մեր թռիչքին, հույս ունենանք նորից չեն հետաձգի եւ կանցնենք։ Բարեբախտաբար անցանք պասպորտ կոնտրոլը, անցանք ամեն ինչի, հիմա սպասում ենք թռիչքի, ունենք մոտավորապես
պես 1 ժամ, հիմա այսպես շրջենք, տեսնենք ինչ կա չկա օդանավակայանում, քանի որ այն կողմը ոչ մի բան չկա, հենց ասում ես ռեգիստրացիան պասպորտնի կոնտրոլը, նոր այստեղ duty free-ն է, խանութներն է, որ կարող ես շրջել, տեսնել ինչ կա չկա, այդպես Attention please. For security reasons, any baggage left unattended will be removed by security personnel. Վերջ արդեն օդանավը բարձրացել է, արդեն կամաց բարձրանում է, արագություն է հավաքում, հրաժեշտ ենք տալիս մեր գեղեցիկ տաք քաղաքին, հույս ունենալով, որ շատ շուտ հետ կգանք։ Դե ինչ մեզ բարի թռիչք, ձեզ բարի ժամանց, արդեն կհանդիպենք Մոսկվայում, չնայած որ ասում են, որ Մոսկվայում լավ ցուրտ է, բայց դե ինչ արած, պետքա հետ գնանք։ Ցանկություն չկա, բայց միևնույն է պետքա հետ գնանք տուն։ Տեսեք ինչ գեղեցիկ են այն երկու հյուրանոցները, շատ մեծ հյուրանոցներ են ու շատ մեծ ջրավազաններով, լողավազանով։ Պետքա ինտերնետով փնտրեմ, տեսնեմ ինչպիսի հյուրանոց են եւ իրենց արժեքները նույնպես շատ հետաքրքիր է։ Արդեն Մոսկվա ենք հիմա կամաց մոտենում ենք Վնուկովո օդանավակայանում, այնտեղ ենք իջնելու, արդեն իսկ շատ քիչ է մնացել, մոտավորապես 5 ժամ և 40 րոպե է տևել թռիչքը, երևի մի դեռ 20 րոպե կտևի, մինչև իջնենք օդանավակայան և օդանավից դուրս գանք, համարյա 6 ժամ է թռիչքը տևում,
Այս հետ գալը շատ արագ եղավ, այդքան էլ վրաներս չերևաց, բայց գնալուց մի տեսակ շատ երկար թվաց այդ ճանապարհը, չգիտեմ։ Հետ գալը շատ արագ տևեց։ Դե ինչ, մեր օդանավը իջավ, ուր օրը հիմա կնստի գետնին, արդեն ժամի 9 անցա, մինչև իջնենք, անցնենք պասպորտնի կոնտրոլը, հասնենք տուն, երևի մոտավորապես մի ժամը 11 կլինի, ոչ մի բան չեմ նկարի, նաև այս վլոգում միգուցե նկարեմ ինչեր են գնել, եթե երկար չստացվի կտեսնեմ, միգուցե չնկարեմ թողնեմ ուրիշ վլոգում, որպեսզի երկար չստացվի վլոգը և դուք էլ հետաքրքրությամբ նայեք։ Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներին, շարունակում եմ վլոգը, այստեղ խառը վլոգ ստացվեց ամեն տեղից մի քիչ, այստեղ ցույց տամ ինչեր են գնել և երևի եզրափակեմ։ Երկու հատ ատամի մածուկ, այդտեղ ովքեր որ մեր հետ էին հանգստանում, խորհուրդ տվեցին, ասում էին, որ շատ լավն է, իրանք փորձել էին, մենք էլ վերցրեցինք մի հատ կանաչը, մի հատ ոսկեգույնը, կփորձենք, տեսնենք $1 արժեր։ Սա եգիպտական յուղ է, օծանելիք, հենց մաքուր ինքը յուղն է, Կլեոպատրան է, երկու հատ այսպիսի թզբեղ բնական քարերից, մեկը տղայինս է, մեկը եղբորս է, հիմա կտեսնենք ում որ մեկը կցանկանան, ով որ մեկը կցանկանա, նա էլ կվերցնի։ Այնտեղ բնական քարերը շատ են բնականաբար։ Այստեղ գրիչ Մարինային, եգիպտական, ինքը շատ է սիրում այս հոտավետ պալեչկաները, սա նույնպես շատ անուշ հոտ ուներ, սանդալ, ցավոք շուտ չեմ հոտը քաշել, որպեսզի երկու հատ վերցնեի, այստեղ չկա այդպես անուշը, կան իհարկե, բայց իրանք ավելի զզվելի հոտերով են, բայց սա շատ յուրահատուկ հոտ ունի։ Սա նույնպես Մարինայինն է։ Այս ամբողջ թևնոցները ինքն է պատվիրել, ինքն է ընտրել, ինչ քարերից է ուզում, ցավոք սրտի անունները չեմ հիշում քարերի, որը ինչ քար է, բայց բոլորը բնական են։ Մենակ հիշում եմ այս սրա անունը, որ լուսնի քար են ասում, այդպես է կոչվում, լուննի կամին։ Ինքը այսպես հետաքրքիր փայլ ունի ներսից։ Այսպիսի թևնոց, փղիկով, այստեղ փիղ է, կրիա, ձեռք և հավերժության ծառ է։ Սա սև, չգիտեմ նույնպես անունը ճիշտն ասած, սա էլ չգիտեմ, չեմ հիշում, արդեն բոլոր անունները մոռացել եմ քարերի։ Սա Մարինայինն է։ Այսպիսի շատ հետաքրքիր կրեմ ենք վերցրել սուստավների համար, ովքեր որ ցավեր ունեն, հոդացավերի համար, այնտեղ քսել ենք ամուսնուս ոտին և համարյա վերջացրել ենք։
Սրանք կալյանի համար են, իր հոտերն է, չգիտեմ, տաբակներն է, մի խոսքով ես գլուխ չեմ հանում, դա ինչի համար է։ Եվ տեսնենք, ասնենք արձանիկներին, նույնպես ցույց տամ, Մարինան ինքն է ընտրել ինչ է ուզում, դրա համար բերել ենք այսպիսի արձանիկ մոմով, եգիպտական, ուզում եմ գինը տեսնեմ, չեմ հասկանում, ինչքան, հա 200 եգիպտական իրենց գումարն է, ֆունտն է։ Եվ այսպիսին։ Մոխրաման, նույնպես նվերա, եղբորսա, ինքը երկաթից է, այսպես պուճուր և շատ գեղեցիկ, եգիպտական ոճի։ Եվ նաև այսպիսի արձանիկներ ենք վերցրել, իրենք մեկ ուպակովկա էր, բուրգերն է, 3 հատ բուրգա և մի հատ էլ պուճուր առյուծի, այսպես։ Սա եթե չեմ սխալվում, $1 արժեր այս ամբողջը իրար հետ։ Եվ անցանք, հա, սա էլ տղայիս նվերն է, նույնպես մոխրաման է, ինքը այսպես հանվում է, գլուխներն է արքաների և ներսը մոխրաման։ Ու անցնենք քաղցրավենիքներին, մրգերին, թե ինչ ենք բերել։ Բնականաբար գնել ենք այնպիսի բաներ, որ այստեղ չկա, հենց եգիպտական արտադրության, պեչենիներ, վաֆլիներ, այնպիսի բաներ, որ այստեղ չեն կարող, դուբայսկի շոկոլադ, ինձ թվում է ավելի հետաքրքիր է, սա հրեշտակի մազիկներ, այդպես է կոչվում շոկոլադը, հիմա փակ է, երևի չեմ կարող ցույց տալ, ցավոք հիմա էլ չեմ կարող կտրել, քանի որ սա Մարինայինն է, դրա համար ես ձեռ չեմ տա, բայց հենց Մարինան տուն գա, հիմա Մարինան գնացել է Վոլգոգրադ, այնտեղ է։ Հենց ինքը կտրի, անպայման կնկարեմ, միգուցե մի քանի վլոգ հետո տեսնեք։ Այսպիսի շոկոլադներ ես ու ամուսինս փորձել ենք արդեն օդանավում, շատ հետաքրքիր Մարսի նման շոկոլադներ են, հենց եգիպտական արտադրության, կոֆեներ, սուրճեր, տարբեր տեսակի, նույնպես կփորձենք, հետաքրքիր է, ինչ համ ունեն։ Անցնենք այսպիսի քաղցրավենիքներին, տեսել եք, որ գնել ենք անցած վլոգում, ինքը արմավի է սա, ինքը շատ ավելի նման է լոխումի, բայց լոխում չի մեջը, ինձ թվում է լոխում է, բայց ինքը լրիվ ուրիշ համ ունի ու տեսք ունի։ Նա արմավի է, մյուսը ելակի, եթե չեմ սխալվում։ Սա ավելի կարմիր, հա, ելակի է։ Սա նույնից է, սա արմավ է մեջը, նուշ և շոկոլադի մեջ շոկոլադապատ։ Երևի պետք է համեղ լինի, չգիտեմ, այսպիսի տեսք ունի։ Վատը չի։ Վրայի շոկոլադը ինքը ոնց որ շոկոլադ չլինի, այլ պամատկա այդպիսի շոկոլադա նման զանգվածը։ Այս սրանք են շատ հետաքրքիր ու շատ համեղ են, ցավոք սրանից մի հատ եմ վերցրել, ինքը շատ համեղ է, նռան լոխում է, իրոք որ ընտիր է, այս համն ենք փորձել, դել մնացածը չենք փորձել, արժեր։ Սրա 5 ուպակովկան համարյա $2 էր։ Տարբեր համերի կարող էիր վերցնել, սա ֆիստաշկա 2 հատ եմ վերցրել, անանասի համով և մանգոյի համով։ Սա կոնֆետների հավաքածու պետք է լինի, վրան նկարած է մի քանի տեսակի կոնֆետներ,
Այնտեղ ինչը շատ հետաքրքիր էր, տարբեր խանութներում եղանք, այսպես մեր մոտի կոնֆետներից, այդպես կիլոգրամով որ դրած է, այդպիսի կոնֆետներ այնտեղ շատ քիչ էին, ինչն էլ կար այդպես դրած, ամբողջովին կամ լոխումա նման էր, կամ մալմալաթի նման էր, մեր մոտի կոնֆետներից այնտեղ շատ քիչ էր։ Այսպիսի կոնֆետները, արմավիա, մի խոսքով մի քանի տարբեր բանի է, հիմա նկարը կտեսնեմ, բացինք սա տեսնենք ինչա իրենից ներկայացնում։ Ասում եմ, չէ, այստեղ կոնֆետները լրիվ ուրիշ տեսակի են, սա արմավի է, երևի մանրացրած արմավ է և վրան նորից այդ պամատկայից արած։ Տեսնում եք, այսպիսի համերի պետքա լինի ելակ, մանգո, շոկոլադ։ Դա այդպես։ Այդքան էլ լավը չէր այս կոնֆետները, բայց ոչինչ։ Գնել ենք հալվա, որը ընդհանրապես տարբերվում է մեր համտեսած հալվաներից, թե համով, թե իրա բաղադրությամբ, լրիվ ուրիշ, բայց շատ համեղ է։ Այսպիսի շոկոլադ, նույնպես եգիպտական արտադրության։ Մի խոսքով ինչը որ գնել ենք, փորձել ենք, որ եգիպտական լինի, որ այստեղ չկա, որպեսզի նորություն լինի իհարկե, դրա համար ենք գնել, թե չէ այնպես չի, որ այստեղ սրանց նմանները չկան։ Ուղղակի ես սիրում եմ, երբ որ մի տեղից գնում, այդտեղից դատարկ հետ չգաս, անկախ այն բանից, ուր ես գնացել, որ քաղաք ու ինչի համար։ Դրա համար միշտ աշխատում ենք, որ բերենք համեղություններ։ Բերել ենք արևելյան փախլավաներ, իհարկե այս փախլավաների տեսակներն ամեն տեղ կա, սա եգիպտական հեշտ չի, արևելյան է, բայց դե իրենք այնքան համեղ են, մի քանի տարբեր տեսակ, տեսեք, որ խանութում վերցրեցինք, ամենքից մի փոքր, իհարկե պուճուրիկներն արդեն մնացել է մի հատ, որովհետև շատ համեղ է։ Մրգերից վերցրել ենք կոկոս 2 հատ, սեղ, սա տեղինն է, այն մյուսը կարմիրը, վերցրել ենք պապայա, սա կարմիր սեղն է, պապայա ենք վերցրել և մանգո։ Այս ծաղիկներն են շատ հետաքրքիր, իրենք դնում ես ջրի մեջը, որ ժամանակի ընթացքում ջրի մեջ իրենք բացվում և թարմ ծաղիկի տեսք են ընդունում։ Սրանք կթողնեմ, իհարկե մարինան կգա, ինքը կդնի, իրեն ավելի հետաքրքիր է, դրա համար ձեռք չեմ տա, բայց հենց մարինան եկավ, միասին անպայման կդնենք ջուրը և կտեսնենք արդյոք, քանի որ այնտեղ դրած էր շուկայում, շատ գեղեցիկ ծաղիկ էր։ Անպայման մի օր ցույց կտամ։ Ու այսպիսի թխվածքաբլիթներ, չոկոպայի նման, ինձ թվում է ավելի, ճիշտ է ինքը արդեն համայրափշրվել է, բնականաբար մեր ճամպրուկները փոքր էին, փորձում էինք, որ ամեն ինչը տեղավորեինք, մի փոքր սեղմվել է և մի փոքր այսպես քանդվել են իրարից։ Ինքը լրիվ չոկոպայա, ուղղակի շերտերը կանաչ, գետնանուշի է։ Սուրճ եմ գնել, բնականաբար որպես սուրճի սիրահար, սուրճի կողքով չէի կարող չանցնել, և գնել ենք շատ անուշաբույր թեյեր, դեռ չեմ պատրաստել, համը չեմ կարող ասել, բայց բույրը ուղղակի խենթացնող է թեյերի, տարբեր թեյեր է, մանգոյի, խառը, ծաղիկներով այսպիսի թեյ կա, իրա բույրերը ուղղակի խենթացնող են, ու իրա հատիկներն է լրիվ ուրիշ, մեր մոտի այսպես վաճառվող թեյերից ընդհանրապես տարբերվում է։ 4 տեսակ եմ վերցրել, սա մանգոյինն է, նեցնում եք ինչպիսի մեծ թերթիկներ ունի, հատիկներ ունի, սա ինչ որ ծաղիկներով է,
Ցույց տամ սուրճից բաժակները, 2 հատ սուրճի բաժակ ենք վերցրել, եգիպտական այդպես գրածավրեն Եգիպտոս եւ նկարները նույնպես շատ հետաքրքիր տեսք ունի, այսպես բուրգերան 2 հատ հակառակ կողմերով։ Հիմա ամբողջը կհավաքեմ, ես ու ամուսինս սուրճ կխմենք, քանի որ երկուսս էլ հիմա տանն ենք, կվայելենք մեր գնումները եւ սուրճի կփորձենք անպայման։ Դե ինչ, սրանք հիմա ես տեղավորեմ արագ եւ ասնենք գործի։ Սա կալյանն է, ցույց չտվեցի, մոռացա, այնտեղ հարմար չէր հեռախոսով, այսպես մեծ գեղեցիկ սև ապակի ներքևի մասը ոսկեգույնով, վրայի մասը լրիվ երկաթ։ Դե ինչ սիրելիներս, այսօր ավարտեմ վլոգս, հաջողություն, հուսով եմ հետաքրքիր էր, հետաքրքիր նայեցիք, կսպասեմ ձեր արձագանքներին։